Այսօր փորձելու ենք բացահայտել Երևանյան ամենատարեց կերպարին։ Ինչպես հասկացաք, խոսքը թոշակառուների մասին։ Թոշակառուները որպես կանոն միշտ բողոքում են երիտասարդ սերնդից, մոռանալով, որ այդ սերնդին հենց իրենք են դաստիարակել։ Վանիկ ջան, չգիտեմ էլ ինչ ասեմ այ ախպեր։ Տիկո ջան, ինչ պետք է ասես այ ախպեր։ Արա որ հիշում եմ քյորփավախտ ինչքան է իրանց տունը մնում, ինչքան է մարդու պապիրոսները գողանում թաքուն ծխում, ինչքան է իրանց տնից հեռախոսով զանգում սրան նրան գժվցնում։ Արա սիրտս կտոր ալնում, արա հասկանում ես տիկո ջան, արա։ Ավ դե Վանիկ ջան։ Բայց դե ախպեր, օրքուրդ էլ մեծ կնիկ էր էլի այ ախպեր։ Քանի տարեկան էր Վանիկ ջան։ Տիկո ջան, 82 տարեկան էր ախպեր ջան։ Ադե, Վանիկ ջան, փաստորեն ահագին էլ մեծ էր էլի ախպեր։ Հողորմի իրան։ Հողորմի ախպեր ջան, հողորմի։ Բայց Վանիկ ջան, դե խես այդքան ծանր տանում որ ախպեր։ Արա տիկո ջան, արա ախր չգիտեմ պապին ոնց ասեմ, արա всё-таки իր աղջիկներ էլի։ Ախպեր, դժվար է էլի, ծնողը մնում է ծնող ախպեր։ Արա տիկո ջան, արա մի հատ խնդրանք ունեմ քեզ։ Ախպեր ջան, դուք ասես պապին, ես չեմ կարող ասեմ ցավդ տանեմ։ Արա չէ էլի Վանիկ ջան, ախպերս ինձ թվում է այս լուրը պապը չի կարա տանի։ Ու ես չեմ ուզում էլի դառնամ իր մահվան պատճառ, ախպեր կներես, բայց չէ ապեր, ես չեմ կարող ասեմ Վանիկ ջան։ Արա բա ես ոնց ասեմ ախպեր ջան, արա սիրտս կտոր ալնում։ Ավելի Վանիկ ջան, քեզ հավաքի ախպեր, արի բարձրանանք վերև մի ձև կասենք, էլի ապեր, ես շատ իմանամ, քեզ ախպեր։ Բարև պապի։ Հե՞։ Ասում եմ բարև պապի։ Բարև Վալեք ջան։ Ո՞նց եք, իշկա։ Տեսակ են Արսենալը ոնց Միլանին մխեց։ Ես արմանում եմ էլ Միլանին ով ավաշ է թողում դրանք բեմ Բարսելոնա։ Պապի, քեզ ասելու բան ունենք։ Ես չլի ինձի կնիկ եք ճարե։ Արա, այդ չոպակ, տես բաներ որ կարում եք անեք մի քեզ շուշուտ արեք։ Չէ, այ պապի, ինչ կնիկ քեզ վատ լուր ունենք հայտնելու։ Արա, բերելդ խերով բացի։ Կարող է մի հատել ասես թոշակը սիչացրել են, գլուխդ կծխեմ էի։ Չէ, այ պապի, ավելի վատ բան է եղել։ Եսի լարի մեծ ասի ծնդել է։ Այդ տղա դրանից վատ բան էլ ալնում։ Հա, պապի, հորքուրը վատ է։ Տղա ջան, ես ուրով ալավուր հորքուրը դին լավալնի։ Պապի, դե արդեն մորդիր թողին, ասում եմ հորքուրը մացել է աղջիկը չկա էլ, մացել է աղջիկը, պապի չկա էլ։ Հադե մեզ կնիկ էր, բա վաղթն էր արդեն։
Օղոր մի ինչ ասեմ, ցավը տանեմ։ Ադի բենց իրարդ, ինչ լաց է, լաց է կարտակ, ադի մեղկը, լաց է։ Ոտորվարի լավ ասեմ, ես ու ինչ, ո՞տ է Живете, можете, удальцы мужчины, как живете, можете, удальцы мужчины. Թոշակարու դառնալու համար շատ կարևոր է 3 բան։ Առաջինը եւ ամենակարևորը միջև թոշակի տարիքը հասնելն է։ Երկրորդը թորներն են, ովքեր պետք է տնօրինեն ձեր թոշակը, եւ երրորդը դա կտակը։ Որ ասում են նոտար։ Էդի ես, հա։ Այո, ձեզ ինչ ա պետք։ Կարամ ստեղ տղուս անունով կտակ գրեմ։ Իհարկե կարող եք, հայրիկ ջան։ Ես կտակի անուն լսեցին մի անգամից հայրիկ դառա, բայց դու շատ շունն ես, հա։ Սա ձեզ թուղթ, զայր գրիչ։ Ինչ-որ բանով կարող եմ օգտակար լինել։ Եղավ։ Հայրիկ ջան, չեք կողնորոշվում։ Աղջիկ ջան, կողմնորոշված է։ Միլով էլի։ Well, all of my life I've been roaming around just looking for the things I've never found. But now I'm happy because I know I found the one that I love so, the one that I love so. Հայրիկ ջան, ուզում եք թելադրեք ես գրեմ, հա։ Աղջիկ ջան, իմ կտակտա ես կգրեմ, թողեք գրեմ էլի է։ Հայրիկ ջան, դուք արդեն 3 ժամ աստեղ եք ու ձեր գտակում ոչ մի բան չեք գրել։ Ես կարող եմ ձեզ օգնել։ Հա, աղջիկ ջան, հլը դու ինձ ասա, առհան, քանի ռեյով ա գրվում։ Մի ռեյով։ Առավել մեծ տարիքի թոշակառուները, ասենք օրինակ 90-անց մարդիկ, նմանվում են երեխաների։ Նրանք սկսում են փոքրիկ բաների համար նեղանալ իրենց հարազատներից, մոռանալ իրենց տանտեղը եւ նման այլ բաներ։ Բժիշկ, ապի ոնց։ Ուզում եմ ձեզ ուրախացնել։ Վիրահատությունը անցել է հրաշալի։ Իսկ ձեռը նորմալ է, կպե բժիշկ ջան։
Այո, ասեմ ավելին դուք կարող եք նույնիսկ մտնել եւ տեսնել նրան։ Պապի ջան։ Պապի ջան, ո՞նց ես ցավը տանը։ Պապի, ամեն ինչ նորմալ է։ Էս իմ ձեռը չի։ Ո՞նց քո ձեռը չի։ Դե էս իմ ձեռը չի։ Բժիշկ, չեմ հասկանում։ Այդ մարդու գժի տեղ եք դրել։ Ինչ որ բան պատահել։ Խեք պապին ուրիշի ձեռ կարե։ Ուրիշի ձեռ։ Հնարավոր չի։ Էս իմ ձեռը չի։ Մի րոպե ես հիմա վիրահատող բժիշկին կկանչեմ։ Էս իմ ձեռը չի։ Էս իմ ձեռը չի։ Հայրիկ ջան, ի՞նչ է պատահել։ Էս իմ ձեռը չի։ Հայրիկ ջան, ինձ ինչ տվել են, էլ կարել եմ քո վրա։ Ոնց քո ձեռը չի։ Էս իմ ձեռը չի։ Լավ, մի րոպե շտապօգնության աշխատողին կանչեմ։ Էս իմ ձեռը չի։ Էս իմ ձեռը չի։ Պնդում է, որ դա իր ձեռքը չի։ Պապի ջան, ախր ոնց քո ձեռը չի։ Էս իմ ձեռը չի։ Ախր դեպքի վայրից ինչ շկար հավաքի բերել ենք հիվանդանոց։ Այս մարդուց բացի ոչ մեկը տե վթարի չի ենթարկվել։ Ոնց կարա այդ ձեռքը այս մարդու ձեռքը չլինի։ Ասում եմ, էս իմ ձեռը չի։ Պապի, այդ ոնց իմացար, որ էդի քո ձեռը չի։ Իմ ձեռը ցելոֆոն կար։ Թոշակառուները միշտ էլ ունեն պատմելու բան, սակայն ունենալով այդքան հետաքրքիր պատմություններ, նրանք շատ հաճախ աշխատացնում են իրենց երևակայությունները եւ իրենց պատմությունների մեջ հորինվածը ավելի շատ է լինում, քան իրականը։ Ես ճիշտ չկա։ Ես մեր երեխեքը մեզ լրիվ բիզուտեր են դրել։ Ոչ թողում են խմենք, ոչ թողում են ծխենք։ Հələ, բայց ես դից ինչ բիդա։ Ես ամեն առավոտ 6 կիլոմետր վազում եմ, հետո եթում եմ բոքսի ռինգը ու ինձանից 20 տարի ջահելներին
Նախաուդ եմ անում։ Արա, բակո կարծիքով պիձեն ես եմ։ Արա ես ամեն առավոտ քնից ես հելնում եմ։ 2800 ժիմը անում եմ։ Հետո մի 6 անգամ պարանով հելնում եմ 14-րդ հարկ, նորից իջնում եմ։ Հելնում եմ 14-րդ հարկ, նորից իջնում եմ։ Բա, Օրը տեցա ես էլ ասեմ։ Ես 96 տարեկան մարդ եմ։ Այս տարիքիս 6 հատ սիրած եմ պահում։ բարով տեսա։ Բարով տեսա։ Վայ։ Արա։ Բայց երեխեք աշկից ճիշտ են ասում։ Մի բաժակ խմամ։ Աշկից իրոք ծերացել ենք։ Չէ, ես պետք է ձեզ անկեղծ ասեմ, ես խաբել եմ ձեզ։ Խաբել եմ։ Եմ որ ասում էի, առավոտները 6 կիլոմետր վազնում եմ, դες բան չկա։ Ես ոչ մի կիլոմետր էլ չեմ վազնում։ Ու այն բոքսի մասին բամ խոսք չկա, ես խաբել եմ ձեզ բոքսը։ Արա դե դուզա մի բաժակից կոկոնս տակացա, դե որը տենցա ես էլ անգեղծանամ։ Արա ես առավոտները քնից ես հելնում եմ ոչ միան ժիմ չեմ անեմ, 16-րդ հարգել սկի լիֆտով չեմ կարում հելնեմ իշնեմ։ Դե որը տեցա ես էլ անգեղծանամ։ Որ ասում էի 96 տարեկան մարդ եմ այս տարիքիս 6 հատ սիրած եմ պահում։ Խաբում էի։ Ես ոչ թե 96 տարեկան եմ, այլ 95։ Հարգելի թոշակառուներ, ես պրոֆեսոր Գևորգյանին առաջարկեցի զերծ մնալ ձեզ խորհուրդներ տալուց, սակայն նա ինձ հավաստիացրեց, որ ունի խորհուրդներ նաև ձեզ համար։ Ողջույն, ես պրոֆեսոր Գևորգյանն եմ։ Այսօր կփորձեմ օգտակար լինել բոլոր այն մարդկանց, ովքեր հայկական դրամին, ռուսական ռուբլուն, ամերիկյան դոլարին անվանում են մայեթ անհասկանալի տերմինով։ Հասարակության մեջ գոյություն ունի չգրված օրենք։ Երթուղային տրանսպորտում զիջել տեղը թոշակառուներին։ Հարգարժան թոշակառուներ, եթե այնուամենայնիվ երիտասարդը չի զիջում իր տեղը, ապա շատ կարևոր է, որ ձեր պահվածքը լինի ձեր տարիքին համապատասխան։ Տղաջան, վեշերս ներքև նա մի հատ աղբոր պես իչի պես ցավը տանեմ։ Իչի բան ես։ Իչի ցավը։ Շիկ։ Այստեղ չկա, հա։ Մեր հայրենիք, ազատ անկախ, մեր թշնամյաց ոտնակը։
տղա ջան, որ խնդրեմ ինձ տեղ գտաս։ Ապրես, ապրի արևդ, ապրես, պալես։ Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս թոշակը ստանալ բանկոմատից կրեդիտ քարտի միջոցով։ Հարգելի թոշակառուներ, նախ եւ առաջ պետք է իմանալ, թե ինչ է բանկոմատը եւ ինչպես են օգտվում դրանից։ Բարև ձեզ։ Համբարձումյան Մամիկով Վազգենի, 76 տարեկան։ Եկել եմ թոշակից հետևից։ Դուր թոշակս։ Թող դու արա։ Ցավոտ տանեմ, մեծ մարդ եմ, խնդրում եմ թոշակս դուր գնամ էլի։ Տղա ջան։ Ես բանկոմատներից գլուխ չեմ անում։ Ես քարտը տամ կոդը ասեմ դու հավաքի, հա? 46 Հեսա քարտս, դե թոշակս դու։ Ես պասպորտս, ես վայնի բիլետս, ես սոց քարտս։ Դե դուր։ Թոշակս դուր այ օրաշլակոտ, բդու մարդ ես։ Եթե ձեզ վերջապես հաջողվեց բանկոմատից ստանալ երկար սպասված թոշակը, ապա ոչ մի դեպքում մի մոռացեք, որ հաջորդ թոշակը ստանալու համար դեռ պետք է սպասել մի ամբողջ ամիս։ Ճիշտ պլանավորեք ձեր ծախսերը։ Մոնիկա ջան, ես 40,000-ը տարդիր Գանձասարի վրա։ Էդի հաստատ այսօր հաղթելու է։ Ազի ժամը իշքան ես ասում։ Всё, այսօր գնում եմ պարավիսե դիսկո տեկտոնիկ պարելու։ Այսօր իջնեմ սահադաշ մի քիչ սխամբղամ։ Էսի կոմունալները, էսի սնունդը, էսի կտամ թորիս, էս էլ սևորվա համար։ Եթե դուք հետևեք իմ խորհուրդներին, ապա կհամոզվեք, որ ստացած թոշակի մի մասը հնարավոր է նաև խնայել։ Հուսով եմ կարողացա օգտակար լինել ձեզ, եւ եթե դա այդպես է, ապա հիշեք, որ ձեր առաջ հազարավոր գլուխ խոնարհողներից մեկն էլ կարող է լինել պրոֆեսոր Գևորգյանը։ Չմոռանաք ինձ։ Այսօրվա համար այսքանը, եւ վերջում ձեզ ուզում եմ հիշեցնել, որ թոշակառուները այն մարդիկ են, ովքեր մեզ ծնել, սնել եւ մեծացրել են, եւ մենք պարտավոր ենք սիրել, հարգել եւ պատվել նրանց։ Հաջողություն։